Եթերում Սուրենկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս եւ Սուրենկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Հայաստանը ընդունում է խաղաղության համաձայնագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները եւ հայտարարում, որ համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Նախորդ շաբաթ արտգործնախարարության այս հայտարարությունը որակվեց ոչ միայն ուշացած, տեղեկությունը ժամեր առաջ տարածել էր Ադրբեջանի արտգործնախարարը, այլև որպես հերթական զիջում։ Թե ինչու են իշխանությունները համաձայնել Ադրբեջանի առաջարկներին հայտնի չէ, սակայն որ խաղաղության փաստաթուղթ մոտ ապագայում չի ստորագրվի, պարզ էր վաղուց, քանի որ Բաքուն պարբերաբար նախապայմաններ է առաջ քաշում։ Դրանցից մեկի Հայաստանի սահմանադրության փոփոխությունների մասին կրկին խոսեց բանակցությունների ավարտի մասին ազդարարած Ադրբեջանի արտգործնախարարը, հասկացնելով, որ տեքստի համաձայնեցումը փաստաթղթի ստորագրում չի ենթադրում։ Ադրբեջանը Հայաստանին պարտադրում է նաև միջազգային ատյաններից հետ կանչել հայցերը, հավանաբար հասկանում է, որ իր ներկայացրած հայցերը սնանկ են, իսկ Հայաստանի հայցերը կարող են բավարարվել։ Սահմանին երրորդ ուժեր չտեղակայելու անվան տակ Ադրբեջանը Հայաստանին պարտադրում է հեռացնել եվրոպացի դիտորդներին, չնայած հանգամանքին, որ վերջինները տեղակայված չեն սահմանին ու ընդհանրապես դիտորդական առաքելություն են իրականացնում։ Ադրբեջանի պահանջները սահմանադրության փոփոխություններով կամ սահմանից դիտորդների հեռացմամբ չեն սահմանափակվում։ Նրանք պահանջում են այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձ եւ նրանց անարգել ելումուտ Հայաստան, հատուցման վճարում, ԵԱԿ Մինսկի խմբի լուծարում, Հայաստանի ապառազմականացում, ձեռք բերված զենք զինամթերքի վերադարձ։ Իսկ որպեսզի պահանջների կատարումը ապահովի, հիշեցնում են Պողպատե Բրոնսկի մասին։ Մի խոսքով, ինչպես տեսնում ենք, կողմերը պարտավորվում են անվան տակ, շարադրվում են միայն Հայաստանի պարտավորությունները։ Հենց այս հանգամանքն է Հայաստանի իշխանություններին քննադատելու տեղիք տալիս։ Օրինակ, միջանցք պահանջող Ադրբեջանին ասվում է, թե Հայաստանի տարածքով մեր ինքնիշխանության օրենսդրության շրջանակներում կարող ենք հնարավորություն տալ տրանսպորտային կապ ունենալ Նախիջևանի հետ, բայց չի հայտարարվում, որ դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը բացի իր ճանապարհները Հայաստանից Ռուսաստան տեղափոխվող բեռների համար։ Սուր թեմայի տաղավարում զրուցել ենք հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի հետ։ Տևական խաղաղության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ են մնում արագ ռազմականացումն ու ռևանշիստական տրամադրությունների աճը։ Պետք է ամեն ինչ անենք, որ նման առիթ եւ պատճառ չլինի։ Մենք անհամբերությամբ սպասում ենք համաձայնության գալ։ Ադրբեջանը փորձում է մեր կողորտ ստեղծի եւ իր բոլոր պահանջները բավարարի։ Մեր համար բավականին ռիսկային ժամանակահատված է։ Ադրբեջանն եւ Թուրքիան չունեն նպատակ Հայաստանի հետ ունենալ խաղաղ հարաբերություններ։ Խաղաղության համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները Հայաստանի կողմից ընդունվել են եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցություններն ավարտվել են։ Ճիշտ էր միջազգային ատյանների ստատական հայցերի հետ կանչի ու սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելու պայմաններն ընդունելը եւ ինչ վտանգներ են դրանք պարունակում։ Այդ համաձայնագիրը բնականաբար Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում։ Ադրբեջանը ստանում է Արցախը եւ կարողանում է ամբողջովին ամրագրել իր իրավունքները Արցախի նկատմամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի այդպիսի բան չի ստանում, սկսենք դրանից։ Երկրորդը, եթե Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է հայցերից, իսկ խոսքը գնում է 4 տարբեր տեսակ հայցերի մասին, ապա ըստ դա հնարավորություն է տալիս Ադրբեջանին նաև կոծկել մարդկության դեմ եւ ռազմական բոլոր այն հանցագործությունները, որը նա իրականացրել է ամբողջ այս ընթացքում, սկսած Արցախյան 44-րդ պատերազմից եւ դրան հաջորդող փուլերում, երբ որ նա օրինակ օկուպացրել է Հայաստանի Հանրապետության տարածքները, խոշտանգել է հայ զինծառայողներին գերեվարված, գերեվարել է Արցախի քաղաքական ղեկավարությանը եւ այլն։ Դա բացարձակ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերից չի բխում։ Ստորագրման հաջորդ օրն էլ իսկ կարող է խախտվել։ Հաջորդ օրը, իդեպ ես ասեմ, ասենք կողմից մեկը ասում է, գիտեք ինչ, դուք ես մի կետը չեք կատարում, ուրեմն մենք էլ մյուս կետերը չենք կատարում, հա? Ենթադրենք։ Օրինակ ասում եմ, դուք եվրոպական ձեր դիտորդներին չեք հեռացրել սահմանագծից, թեև ենթադրենք հեռացրել ենք, բայց ասենք մի հատ եվրոպական տուրիստ այնտեղով անցել է ու լուսանկարել է, հա։ Այդ դեպքում մենք էլ մեր մասով չենք կատարում, մենք էլ նորից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտում ենք։ Դա աբսուրդային վիճակ է իրականում, այդ թուղթը զուտ պրոպագանդիստական նշանակություն ունի։ Սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղակայելու կետը չի հակասում Հայաստանի եւ Ռուսաստանի միջև 1997 թվականին կնքված պայմանագրի, հավաքական անվտանգության պայմանագրի որոշ դրույթների։ Տեսականորեն կարող է հակասել,
որովհետև ըստ էության, եթե Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիան լինի, Հայաստանի Հանրապետությունը իրավունք ունի վկայակոչել 97 թվականի ռազմավարական պայմանագիրը Ռուսաստանի Դաշնությանի հետ եւ այո, եւ ՀԱՊԿ-ի կանոնադրությունը։ Այդ դեպքում սա նրան սահմանափակվում, բայց ես նույնիսկ ուզում եմ ձեզ ասեմ հետեւելը։ Այս համաձայնագիրին պետք չէ այդքան լուրջ վերաբերվել։ Նա իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է։ Իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է։ Հայաստանի համար նա որևէ իրավական ուժ չունի։ Թե մինչև համաձայնագրի նախագծի համաձայնեցումը, թե դրանից հետո Ադրբեջանը լրացուցիչ պահանջներ է առաջ քաշում։ Սահմանադրության փոփոխություններից ցած պահանջում են այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձ դեպի Նախիջևան միջանցք, հատուցման վճարում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, Հայաստանի ապառազմականացում, ձեռք բերված զենքզինամթերքի վերադարձ։ Ինչն է մեծամասամբ անիրատեսական պահանջներ առաջ քաշելու նպատակը։ Ադրբեջանը հստակ հասկանում է, որ իր դեմ նա ունի թույլ իշխանություն, որի միակ նպատակը ինչ որ կերպ, այսպես ասած, Ադրբեջանի հետ հարաբերություններում պայմանական ճակերտներով, այսպես ասած, առաջընթաց ամրագրելն է, որպեսզի հնարավորություն ունենա դրանից հետո բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ եւ ինչ որ իմաստով մտնել Թուրքիայի ենթակայության տակ։ Եվ այդ տրամաբանության մեջ Փաշինյանը պատրաստ է ըստ էության ցանկացած զիջումների, Ալիևը դա հրաշալի հասկանում է եւ հասկանում է նաեւ, որ Փաշինյանի քաղաքական, այսպես ասած, ժամանակը սպառվում է։ Հաջորդ ընտրություններին Փաշինյանի վերարտադրության հավանականությունները շատ կտրուկ անկում են, ապրում ես ամեն ինչի համատեքստում։ Այդ պատճառով նա փորձում է մաքսիմում կորզել այս թույլ իշխանությունից եւ ի վերջո իմիջիալոց հասնել, այսպես ասած, այն անդառնալիության կետին, որից հետո Հայաստանի Հանրապետությունը չկարողանա այլևս արդյունավետ կերպով պաշտպանել իր սեփական ազգային շահերը։ Ես կարծում եմ, որ Ալիևի մոտ դա չի ստացվի։ Սահմանադրության փոփոխության Փաշինյանը կարծում եմ չի գնա, որովհետև գիտի, որ դա ձախողվելու է։ Բնակչության 96%-ը դեմ է Ադրբեջանի պարտադրանքով սահմանադրություն փոխելուն։ 96%-ը։ Այդ Ադրբեջանի էսկալացիայի գնալու հնարավորությունը պետք չի թերագնահատել, բայց գերագնահատել եւս պետք չի։ Ի վերջո դրա համար հիմք է պետք, ռացիոնալ հիմք է պետք, միջազգային հիմնական խաղացողների նաեւ որոշակի աջակցություն է պետք, որ ակնհայտորեն հիմա չկա, թե չի արդեն վաղուց էր գնացել, որովհետեւ մարդիկ հասկանում են, որ Ադրբեջանը այդ ռազմական էսկալացիաների ճանապարհով փորձում է իր կամքը արդեն ինչ-որ իմաստով աբսուրդային ձևով պարտադրել Հայաստանի Հանրապետությանը, դրա համար այդ աջակցությունը չկա, այդ մեկ։ Երկրորդը ի վերջո կա եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր եւ նաեւ բնակչության զգալի մաս, որը զինապարտա, մարտունակա եւ պատրաստ է հայրենիքը պաշտպանելու, եւ չեմ կարծում, որ Ադրբեջանի կողմից էսկալացիան պետք է դիտարկել որպես այդպես միակողմանի զբոսանք, էլի, որ իրանք զենքը վերցած կգան կմտնեն մեր քաղաքները։ Դա դաժան դիմադրության է հանդիպելու, դաժան դիմադրության։ Ադրբեջանը մեծ կորուստներ է կրելու եւ ի վերջո ես կարծում եմ, որ դրա մոտ կձախողվի։ Ադրբեջանն ամենուր կեղծ հայտարարություններ է տարածում, իբր Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Նպատակը ռազմական ագրեսիայի համար հող նախապատրաստելն է։ Կարծում եմ դրանով նա հող է նախապատրաստում, որպեսզի բարենպաստ պայմաններում ագրեսիայի դիմի, բարենպաստ իր համար բարենպաստ պայմաններում, իրականում նպատակները մի քանիսն են, ասենք բարենպաստ պայմաններում ագրեսիայի դիմել, ոչ բարենպաստ պայմաններում պարզապես հոգեբանական ճնշում գործադրել։ Դուք հաշվի առեք, որ երբ որ հասարակության դու անընդհատ պահում ես ստրեսի մեջ, ինչ որ պայծկած հասարակությունը ասում է լավ, ինչ ուզում եք ստորագրեք, միայն այս ամեն ինչը վերջանա։ Ալիևը այս անգամ չունի դրա ըստ էության հնարավորությունների պատուհանը։ Եվ դա բացատրվում է շատ պարզ պատճառով։ Եթե հետևել եք Թուրքիայում իրադարձություններին, Ալիևի, այսպես ասած, հիմնական հենարան Էրդոգանը հիմա ինքը հայտնվել է շատ բարդ իրավիճակում։ Քանի Էրդոգանը իր խնդիրները չի հաղթարել, իսկ Էրդոգանը եւս ինչ որ իմաստով անշրջելիության կետը անցել է Իմամօղլեին ձերբակալելու միջոցով։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը չի համարձակվի գնալ նոր ռազմական էսկալացիայի։ Իսկ երբ Թուրքիան կկարողանա ներսից խաղաղացվել, երբ Թուրքիան կկարողանա վերակողմնորոշել իր ուշադրությունը այս տարածաշրջանի նկատմամբ, այդ բավական բարդ հարց է։ Նախորդ շաբաթ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի բանագնացը Մոսկվայից մեկնել է Բաքու։ Ինչ ազդակներ կարող է Միացյալ Նահանգները փոխանցել Ադրբեջանին։ Ասեմ ձեզ, որ դա գաղտնի է պահվում, խոսքը Ստիվեն Ուիտկոֆի այցելության մասն է, գաղտնի է պահվում, որովե կերպ չի հանրայնացվում, ի տարբերություն օրինակ Մայք Վոլցի հայտարարության, որը բացահայտ էր։ Ենթադրում ենք, որ հաշվի առնելով Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հիմա առկա ծայրահեղ մեծ լարվածությունը, պատճառներից մեկը այցելության նրանում էր, որ Միացյալ Նահանգները ստանան Ադրբեջանի աջակցությունը իր տարածքը հնարավոր ռազմական գործողությունների դեպքում օգտագործելու համար։ Արցախի տարածքի զգալի մասը անմիջական հարևանության մեջ է գտնվում Իրանի հետ, կան բազմաթիվ տվյալներ, որոնտեղ կան նաև իսրայելյան բազաներ, 4 հատ ռազմական օդանավակայան այս ընթացքում կառուցվել, որոնք ոչ մի քաղաքացիական իմաստ եւ տրամաբանություն չունեն,
Ոստի չի բացառվում, որ այդ ամեն ինչը կարող է օգտագործվել Իրանի դեմ, բայց Ադրբեջանի տեսանկյունից դա ծայրահեղ մեծ ռիսկ է, որտեղ Միացյալ Նահանգները հեռու են, իսկ Իրանը անմիջական հսկայական ցամաքային սահման ունի Ադրբեջանի հետ, եւ եթե օրինակ Միացյալ Նահանգների ռազմական գործողությունները Իրանի դեմ տապալվեն, իսկ դրա հավանականությունը գոյություն ունի, ապա չի բացառվում, որ հակահարվածը կհասցվի ոչ թե Միացյալ Նահանգներին, որոնք հեռու են, այլ հենց Ադրբեջանը։ Ոստի Ադրբեջանը բնականաբար հիմա հայտնվել է այդ իմաստով բարդ վիճակում։ Ադրբեջանի իշխանությունները խոսում են ռազմական բյուջեի շարունակական ավելացման, նոր սպառազինության ձեռքբերման, հարցերն ուժով լուծելու պատրաստակամության, Հայաստանի իշխանությունները խաղաղության մասին։ Մինչդեռ ինչպես հայտնի է, խաղաղություն ցանկացողը պետք է պատրաստվի պատերազմի։ Մենք պատրաստվում ենք պատերազմի։ Եթե դու ուզում ես խաղաղությունը պետք է պաշտպանված լինի ուժով, այդ է նա ինչ որ միջոց Ամերիկայի նոր նախագահ Թրամփն է անդադասում, հա, խաղաղություն ուժի պարտադրանքի միջոցով, դա նշանակում է, որ եթե ուզում ես խաղաղություն, երաշխավորված խաղաղություն, պետք է պատրաստ լինես պատերազմի, այսինքն պետք է ուժեղ լինես, հա, որը նշանակում է, որ մենք պետք է շարունակական ներդրում կատարենք սեփական ուժը մեծացնելու, սեփական ուժը ամրապնդելու, սեփական ուժը իմիջալուց ըստ անհրաժեշտության գործարկելու մեջ։ Ադրբեջանը դրա մասին շատ է խոսում, Հայաստանը դրա մասին չի խոսում ընդհանրապես, բայց պետք է ասել, որ մեր մոտ բանակը բոլոր դեպքերում գոյություն ունի, չի կազմալուծված, աշխատում է, այն տեղեկատվությունը, որ մենք ունենք, նաև այն ինչ-որ նույնիսկ անզեն աչքով է կարելի տեսնել, եթե դուք գնաք օրինակ Սյունիք ճանապարհին կտեսնեք նոր ամրաշինություններ եւ այլն, որը բանակը այս ընթացքում կառուցել է, ես ենթադրում եմ, որ բանակը աշխատում է, ես ենթադրում եմ, որ հիմա մենք պատերազմի ավելի լավ ենք պատրաստ, ոչ թե պատերազմի լավ շուտ ռազմական էսկալացիայի, ավելի լավ ենք պատրաստ քան թե նախկինում, ուստի կարևորը ինչ-որ իմաստով հոգեբանական են դրան պատրաստ լինել, ոչ մի խոճապի չմատնվել եւ հիշել, որ եթե դու պատրաստ ես դրան, եթե դու պատրաստ ես մեղմ ասած ամենաբացասական զարգացման սցենարին, մեծ հավանականությամբ դու հենց դրանով այս սցենարը կկանխես, որովհետեւ հակառակորդը եթե հասկանում է, ավելի շուտ ճշգրիտ թշնամին, եթե հասկանում է, որ դու պատրաստ ես դիմագրավել իրան, ինքը 7 անգամ կմտածի մինչև հերթական գործողություն անի։ Ուստի մեր հասարակությունը աշճանաբար պետք է դուրս գա այս անկճախտից, հասկանա, ուզում ենք անվտանգ ապրենք, ուզում ենք խաղաղ ապրենք։ Պետք է պատրաստ լինենք հակառակորդի ոտնձգություններին դիմագրավելու։ Պատրաստ կլինենք հակառակորդի հետ ոտնձգություններին չի գնա։ Նորակառույցներից բնակարան գնելը հազարավոր մարդկանց համար դարձել է գլխացավանք։ Բանն այն է, որ բաղձալի բնակարանի բանալիները ստանալու համար նրանք վճարում են, բայց սեփականության վկայական չեն ստանում։ Արդեն մի քանի ամիս մեզ ազանգում են Դավթաշեն վարչական շրջանի Միկոյան 64 հասցեում 18 հարկանի մի քանի շենքերից բաղկացած համալիրի բնակիչները։ Ասում են, թե հաստատ նման կյանքի մասին չենք երազել, չենք պատկերացրել, թե ինչ որոգայթի մեջ ենք հայտնվելու, արդեն կորցրել ենք քունն ու առողջությունը։ Ինչպես պարզվեց, սա պաթոս չէ, այլ իրականություն, դառը իրականություն։ Եվ ուրեմն NFS Construction ընկերությունը հանձն է առնում Դավթաշենում կառուցել 18 հարկից բաղկացած 6 շենք։ Հանուն արդարության պետք է նշել, որ կառուցման բնականոն աշխատանքներին լրջորեն խոչընդոտել է կորոնավիրուսը, սակայն այդ փաստը բնակիչներին բնականաբար շատ քիչ է ուզում։ Ինչևէ, մի կերպ ավարտում են շենքերի կառուցումը։ Մի կերպ ասելով նկատի ունեմ փաստը, որ շինարարությունն ավարտելու քաղաքապետարանի սահմանած ժամկետը 8 անգամ երկարաձգվել է։ Եվ վերջո ընկերությունը քաղաքապետարանից ստանում է ավարտական ակտը, սակայն առանց շահագործման թույլտվության։ Դա էլ պետք է ստանային այն դեպքում, եթե ավարտեին նախագծում ներառված տարածքի կանաչապատման աշխատանքները։ Բայց տեղի են ունենում մի շարք իրադարձություններ, որոնք մեզ դիմաց քաղաքացիների շրջանում լուրջ տարակուսանք են առաջացնում։ Սկզբում կառուցապատող ընկերությունը սնանկացման հայցով դիմում է դատարան։ Նույն պահանջով դատարան է դիմում նաև մի բնակիչ, պատճառաբանելով, թե ուզում է վերադարձնել բնակարանի համար վճարած գումարը, մինչդեռ մյուս բնակիչները, որոնց թիվը մոտենում է 1000-ի, տվյալ ընկերության սնանկացման գործընթացին դեմ են, որովհետև ցանկանում են օրինական հիմքով բնակվել այդ շենքում, իսկ ընկերության սնանկացման դեպքում բնակիչները փաստաթղթային լուրջ խնդիրներ էին ունենալու։ Այդուհանդերձ դատարանը NFS Construction ընկերությանը սնանկ է ճանաչում, որից հետո կանաչապատ տարածքը, որտեղ նախագծով պետք է տեղակայված լինեին զրուցարաններ, խաղահրապարակ, օտարվում է ըստ բնակիչների NFS Construction-ին փոխկապակցված մի ընկերության։ Այսինքն մարդիկ բնակարան են գնել, որպեսզի վայելեն նաև նախագծում ներառված կանաչապատ տարածքները, մեկ էլ պարզվում է, որ այնտեղ էլ պատրաստվում են բարձրահարկ կառուցել։ Էլ չեմ խոսում շահագործման թույլտվության մասին։ Հարց է առաջանում. ինչ հիմքով է քաղաքապետարան այդ հատվածին առանձին հասցե տրամադրել։ Ինչ հիմքով է կադաստրի կոմիտեն առանց գնորդների համաձայնության գնորդների գնման իրավունքներով ծանրաբեռնված հողամասի առանձնացված մասը գրանցել որպես առանձին գույքային միավոր։
Էդուարդ Պողոսյանն է փնտրել այս հարցերի պատասխանները եւ այժմ կներկայացնի այսօր այսպես, վաղը այնպես տեսանյութը։ 18 հարկանի այս 6 շենքերի բնակիչները մեկն են մեր երկրի այն քաղաքացիների շարքում, որոնք կառուցապատողից բնակարան են գնել, բայց տարիներով այդպես էլ չեն կարողանում ստանալ իրենց սեփականության վկայականները։ Հերթական տարին գլորվեց, բայց Միկոյան 64 շենքի բնակիչների խնդիրն այդպես էլ չլուծվեց։ Այս շենքերում արդեն բնակարան ունեցող 1000-ից ավելի քաղաքացիները ուզենալու դեպքում անգամ իրենց սեփականության մասին ինչ-որ ապացույց ներկայացնել մեծ իմաստով չեն կարողանա։ Խնդիրը մեր խնդիրները շատ վաղուց է գալիս։ Ընդհուպ միջև Հայկ Մարությանը։ Այսինքն ինչ է կատարվել։ Այդ ժամանակ մեր կառուցապատողը սննկացման եզերին է եղել բանի սպարզումը, բայց տանում է 6 հատ կամաց, 10 հատ ուազիկ, նվիրատվություն է անում։ Իբրև թե քիչ էին բազմաբնակարան այս խոշոր համալիրի բնակիչների խնդիրները, հիմա էլ շին աշխատանքների ավարտի ժամկետն 8 անգամ երկարաձգած կառուցապատողին NFS Construction ընկերությանն է դատարանը սնանկ ճանաչել։ 1100 հատ ընտանիք կա մինիմում ստեղ։ 1100 ընտանիքից մի հոգին դիմել է, բա մնացածը։ Հանուր առմամբ խնդիր կա, վերանցման պայմանավորված է այդ խնդիրը նախ դատարանի սահմանափակումներով, այսինքն ով պետք է կնքի օրինակ փոխանցման ակտ, կառուցապատողը, թե սնանկության գործով կառավարիչը, եւ նաեւ կարեւոր է, որպեսզի կառուցապատողի վարկային պարտավորությունների համար այդ ամբողջ շենքը գրավադրված է, որպեսզի այդ գրավը դադարեցվի եւ գնորդ երբ որ ստանա իր սեփականության իրավունքը ինքը գրավող չտանաբեռնված վիճակում ստանա։ Սնանկության հայտ ներկայացնելուց բացի բնակիչն իրավիճակից դուրս գալու այլ ելք չի տեսել։ Ցանկացել է ազատվել գլխացավանքից, ապահովագրել իրեն ու ի վերջո փորձել հետ ստանալ վճարած գումարները, որի չափը գերազանցում է մի քանի միլիոն դրամը։ Վերջինս նաև հայտնել է որոշակի հստակություն կլինի գործում, ինչքան ժամանակ անորոշ սպասել եւ ում։ Այդ բնակիչը, այդ մի բնակիչը, որ դիմել է սնանկության դատարան, որ ընկերությանը սնանկ ճանաչի, պահանջով որ իր բնակարանի սեփականության իրավունքի փոխանցման ժամկետները խախտվել են ու պահանջել է տուժեր ստանալ, ինքը նաև լինելով փաստաբան հստակ պետքա գիտակցեր, որ սնանկության վարույթի շրջանակներում տուժերի ստացումը գրեթե անհնարին է։ Դրա համար շատերի մոտ, այո, շատ տենց հիմնավոր կասկածներ կա, որ այս սնանկության process-ը իրականացվել է միտումնավոր, կանխամտածված։ Մեր երկրի այս կամ այն գերատեսչության դիմաց գրեթե ամեն օր կառուցապատողների հետ ունեցած իրենց խնդիրներից բողոքող, արկախ մնացած հարցերի մասին հազանգող քաղաքացիների տեսնելը արդեն սովորական դարձած, կայացած փաստ է։ Այս դեպքում քաղաքացիների դժգոհության առանցքում հենց սեփականության վկայականների խնդիրն է, բայց ի տարբերություն մյուսների Միկոյան 64-ի դեպքը եզակի է։ Կառավարությունից հայտնում են, որ այս բնակարանային համալիրը ստացել է ավարտական ակտ, ինչը մյուսների դեպքում բնակիչների սեփականության վկայագրերի տրամադրման հետ կապված գլխավոր խնդիրն է։ Ստացել են ավարտական ակտը առանց շահագործման թույլտվության, ինչն էլ հիշեցնեմ պատճառ էր հանդիսացել, որ շենքերում արդեն տնավորվածների համար քաղաքապետարանը տուգաներ կառուցապատողին, վերջինս էլ ոստիկանություն դիմեր բնակիչներին դուրս հրավիրելու համար։ Սակայն սա շահագործման թույլտվություն ստանալու ճանապարհին հանդիպող միակ խնդիրը չէ։ Այս տեսքն ունեցող տարածքն ըստ նախատեսվածի հիմա արդեն պետք է լիներ այսպիսին՝ կանաչ, զրուցարաններով ու շատրվաններով, մինչդեռ հողատարածքն օտարված է մեկ այլ ընկերության լրատվամիջոցների պնդմամբ օտարողի հետ փոխկապակցված։ Այս բնակարանը ձեռք բերողները ջահելներ են մեծ մասամբ։ Մարդիկ, որոնք երեխաներ ունեն, ապագա պիտի ունենան, այդ երեխան խաղարապարակում պիտի խաղա, տարիքն առնելուց հետո մարդիկ պիտի կանաչապատ տարածք ունենային, նստեին, իրանց համար հանգստանային, իրանք նախապես այսօր իրանց ջահել տարիների վաստակներ էին դրել, որ կարողանային այդպիսի հարմարավետ պայմաններով ապրեն։ Այսօր դուք մարդկանց զրկում եք իրենց նպատակներից, իրենց ունեցած հեռանկարներից գրիչի մի հարվածով։ Կառուցապատողի կողմից առաջարկված փոխանցման ակտում ըստ էության գնորդները իրենց բոլոր պահանջներից հրաժարվում են, նաև համաձայնություն են տալիս հարակից տարածքներում շինարարության համար, այդ թվում այլ շենքեր կառուցելու լուսավորությունը, դրա հետևանքով կարող տուժի։ Մի բան է հստակ, որ եթե կառուցապատողը թույլ է տալիս նախագծի շեղում,
ապա համաձայն մեր օրենսդրության անհրաժեշտ է նախագիծը վերահամաձայնեցնել եւ նոր շարունակել հետագա փաստաթղթավորման գործընթացները։ Տվյալ դեպքում նոր դրանից հետո համայնքը իրավասու կլինի տրամադրել շահագործման թույլտվություն։ Օտարելու պարագայում, եթե կա հաստատված ծրագիր, այդ իրավունքները պիտի որ փոխանցվեին այն անձին, ում անցել են։ Եթե ինքը այդ տարածքը օտարել է, որը այդ նախատեսված նախագծային ծրագրի մեջ է եղել, ապա ձեռք բերողը պիտի պարտավորություն կրի իրականացնել այն, ինչը որ նախատեսված է եղել նախագծով։ Մեկնաբանություններ ստանալու համար փորձեցինք կապ հաստատել նաև կառուցապատողի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ Բաժանորդը, որ ինձ զանգահարել եք, այդ պահին զանգեր չի ընդունում։ Եռանկյունում մնում է քաղաքապետարանը։ Բնակիչները դժգոհում են, թե համայնքային իշխանությունը քաջատեղյակ է խնդրից, բայց քայլեր չի ձեռնարկում, գոնե տեսանելի արդյունք չկա։ Մինչդեռ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան Սուրանկյանը վստահեցնում է, ահազանգերի հետքերով գնում են, ակտիվ աշխատում կառուցապատողի հետ, սակայն սեփականության վկայագրերի ստացման հարցում անելիք չունեն եւ առհասարակ բացի օրենքով ամրագրված պարտականություններից, ինչ անել գնորդների ու կառուցապատողների երկկողմանի կնքված պայմանագրերի շրջանակում։ Մենք վերջին անգամ այցի ժամանակ որոշակի խնդիրներ կար, որ ներկայացրեցին կառուցապատողին, դրանք ընդհանուր օգտագործման տարածքների հետ կապված էր, այսինքն շքամուտքերի հետ կապված էր, ընդհանուր ավտոկայանատեղի հետ կապված, որտեղ կային որոշակի աշխատանքներ, որ դեռ պետք է իրականացվեին եւ մեր կողմից նաեւ եղան այդ դիտարկումները եւ մենք հորդորեցինք, որպեսզի հնարավորինս սեմ ժամկետում իրականացնեն, որտեվ հակառակ դեպքում շահագործման թույլտվություն տրամադրելուց հետո, այո, այդ նույն շահառուների բնակիչների դժգոհությունը արդեն կհասցեագրվի Երևանի քաղաքապետարանին։ Այնուամենայնիվ բնակիչներն այս ընթացքում վնասներ են կրել։ Փաստաբանը ներկայացնում է օրինակ հավելյալ բնակարանի վարձակալությունը, ընդ որում երբ զուգահեռ իրականությունում մոտ 10 անգամ երկարաձգվում է արդեն իսկ գնացի շինարարական աշխատանքների ավարտը։ Իսկ նման դեպքերում ինչ պատկեր ունի դատական պրակտիկան, իրավունքները վերականգնվում են, մասնագետի պատասխանը բացասական է։ Ավելի շատ մերժում են բացակայության, ապացույցների բացակայության եւ նույնիսկ կարող է տարերից մեկը բացակայել, մեղքի բացակայության եւ այլն։ Եթե մենք զարգացնենք այս իրավունքը, պրակտիկան զարգացման գնա, այստեղ ակնհայտ է, որ արկա է կառուցապատողի մեղքը։ Մինչև 1 տասնյակի հասնող կառուցապատողներ 2018-ից հետո մեր երկրում սնանկացման են գնացել։ Ինչու եւ որն է գնորդներին բազում խնդիրների առջեւ այսպես կանգնեցնելու պատճառը։ Մասնագետն ասում է, իրականում մեղքի հիմնական բաժինը առավել հաճախ նրանցը չէ։ Բիզնեսի համար հարկավոր է կանխատեսելիություն։ Քաղաքաշինական ծրագրերը երկարաժամկետ ինվեստիցիոն ծրագրեր են եւ այս process-ում 3.5 կամ 4 տարվա ընթացքում տեղի ունեն բազմաթիվ փոփոխություններ։ Պետությունը ворթեգրում է տարբեր իրավական քաղաքականություններ եւ սրանք իր ազդեցություն են ունենում, իրենց ազդեցությունն են ունենում բիզնեսի վրա։ Ստացվում է, մեր երկրում բնակարան գնելու համար փողը միակ անհրաժեշտությունը չէ։ Քիչ-քիչ այս գործընթացը, ինչպես նկատում են մասնագետները, դառնում է, այսպես ասած, ավելորդ ճոխություն նյարդային համակարգի ու ընդհանուր առողջության համար։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։ Կյանքում ցավոտ տեսարաններ շատ են հանդիպում, որոնց սակայն մարդկանց մի մասը անտարբեր է։ Բայց կարիքավոր, խեղճացած երեխայի արցունքները կարող են շարժել անգամ ամենասառնասիրտ մարդու գոթը։ Իսկ երբ այդ երեխան օգնություն է աղերսում ոչ թե իր, այլ մոր, քույր ու եղբայրների համար, սա արդեն դիմանալու չէ։ Խեղճ ճակատագրերի նախորդ տեսանյութում անդրադարձանք Կարինեի ընտանիքին, ով միայնակ եւ մեծ դժվարությամբ է մեծացնում իր 4 բալիկներին, որոնցից ամենակրտսերը Ալեքսը տարապում է DCP-ով։ Չնայած ցանզեն աչքով էլ երևում էր, որ ընտանիքն ապրում է ծայրեղ ծանր պայմաններում, Կարինեն ու նրա երեխաները օգնություն էին խնդրում միայն Ալեքսի բուժման համար, որի վիճակը գումար չլինելու պատճառով օր-օրի վատանում է։ Կարինեն իհարկե կարող է համեստորեն լռել, բայց կարեկից աչքը ամենատեսը։ Ուստի չզարմացան, երբ տասնյակ բարերարներ ու կազմակերպություններ երեխային օգնելու եւ Կարինեի ընտանիքի սոցիալական բեռը մի փոքր թեթևացնելու նպատակով օգնություն տրամադրեցին։ Բրավո։ Հերթով չեմ թվարկի բարերարներին ու թե ինչ օգնություն հատկացրին։ Մենք ասեմ, որ այո, թեև չեն կարող օգնել բոլոր կարիքավոր մարդկանց, բայց եւս մի ընտանիքի վատատեսական խոհեր փարատեցինք։ Շատերն են հարցնում. լավ, իսկ այսքան օգնելու շահը ո՞րն է։ Շահ։ Ինչ շահ։
Եթե նախկինում հուսած երեխաներին ժպիտ պարգևելը շահ է համարվում, ուրեմն այո, ունենք շահ։ Սվետլանա Ավդիշյանի տեսանյութը վերնագրել ենք «Երբ կամքի պակաս չկա»։ Ոտնաթաթերի վրա քայլող փոքրիկ տղան, որ մանկական ուղեղային կաթվածի հետևանքով դժվարանում է խոսել ու քայլել, ֆինանսական խնդիրների պատճառով կիսատ է թողել վերականգնողական բուժումը։ Մայրը Կարինեն մեզ էր դիմել հույսով ու հավատով, որ կօգնենք հոգալ երեխայի բուժման ծախսերը։ Գիտեր, որ իր խնդրանքը անպատասխան չի մնա։ Ու թեև ճարահատ կինը ամեն ինչ անում է, որ որդու վիճակը փոքրինչ բարելավի, այդուհանդերձ վերականգնողական պրոցեդուրաները անհասանելի են։ Այդքան գումար Կարինեն ցավոք չունի։ 2.5-ում նոր իմացել ենք, չէր քայլում, ասում էին կքայլի, բայց որ թաթերի վրա քայլեց, արդեն 3-րդ մանկականում հենց գլոխը նկարեցինք, պարզ դարձավ, որ ունի DCP։ Երբ մեր գործընկերների հետ քննարկում էինք, թե ինչպես, ինչ կերպ կարող ենք օգնության ձեռք մեկնել այս ընտանիքին, հասկացանք, որ պետք է նախ կենցաղային իրերից սկսենք։ Տան պայմանները իսկապես մտահոգիչ էին։ Կարինեն 4 երեխաների հետ մեկ բազմոցի ու մեկ մահճակալի վրա էր քնում։ Տեղ հասցրինք մեծաքանակ օգնությունն ու առաջին ընտանիքին փոխանցեցինք մեր գործընկեր բազմոց գրուպի ուղարկած եվրոպական ստանդարտներին համապատասխանող գեղեցիկ ու հարմարավետ բազմոցը։ Սա նվեր էր, որի կարիքը բազմիցս զգացել էին։ Որտեղ որ քնում էին հիներ, հիմա կփոխարինեմ նորով, իրենք նորի վրա կքնեն, շատ շնորհակալ եմ նաև բազմոցի համար։ Դեմեսի իմ համար շատ մեծ օգնություն էր, թեթևացավ մի փոքր, որ արդեն ուրիշ բաների մասին մտածեմ։ Շնորհակալություն, որ մեզ շատ օգնեցիք, ու մենք հիմա կարողանանք նորմալ բազմոցի վրա քնենք։ Դռներ ու պատուհաններ արտադրող Էկոկոմֆորտ ընկերությունն էլ, որ մշտապես կարիքավոր ընտանիքների կողքին է, հաշվի առնելով փոքրիկ Ալեքսի առողջական վիճակն ու առաջացած հրատապ ծախսերը, որոշեց ընտանիքին աջակցել ֆինանսապես։ Կարինե ջան, մենք ձեզ գումար ենք տվել, որ կարողանաք Ալեքսի բուժման ծախսերը հոգալ։ Ի սրտե առողջություն ենք մաղթում ձեզ, ուժեղ եղեք։ Կարինե ջան, թող բոլոր երեխաները առողջ լինեն։ Շատ շնորհակալ եմ ձեզ բոլորից իմ այս խնդրանքին արձագանքելու համար։ Մեր նախորդ հանդիպման ժամանակ ավագ որդին Գարիկը հեռախոս խնդրեց, որ կարողանա մայրիկի հետ կապի մեջ լինել ու նրան տեղեկացնել քրոջ ու եղբայրների որպիսությունը։ Մեր գործընկեր Mobile Center խանութի տնօրինությունը կատարեց նրանց այդ խնդրանքը։ Մայր ու որդի սմարթֆոններ էլ ստացան։ Կարիք, դու մեզ անցած անգամ ասացիր, որ շատ ես ուզում հեռախոս ունենալ, որ մայրիկի հետ կարողանաս կապ պահել, չէ՞։ Մենք այս անգամ քեզ հեռախոս ենք թվեր բերել։ Մերսի շատ, շնորհակալություն։ Իմ երազանքն էր, որ հեռախոս ունենայի։ Շատ շնորհակալ եմ, որ ես մի հոգսն թեթևացրեցին, հիմա կապի մեջ կլնեմ, չեմ անհանգստանա երեխաներս որտեղ են։ Արգավանդեեմն էլ երեխաներին գրասեղան ու մանկական աթոռ նվիրեց, որ փոքրիկները դասերին պատրաստվելու ազատ ու հարմարավետ միջավայր ունենան։ Գրասեղանից երևի ամենաշատը Միլենան կօգտվի, որտեվ չի թողի ոչ մեկ ձեռք տա։ Մենք ունենք գրասեղան, դասերը որտեղ պատահի այնտեղ կանենք, հիմա ունենք, կարող դասերին նորմալ պատրաստենք։ Տանտիրուհուն շատ ուրախացրեց նաև Էջմիածնի PC Electronics խանութների ցանցի ուղարկած նոր սերնդի փոշեկուլը։ Բազմազավակ մայրիկի հոգսը հիմա գոնե փոքրինչ կթեթևանա։ Նա արդեն Միլենան կօգնի, որ ես տները մաքրեմ։ Փոշեկուլ չունեի։ Փոշեկուլը այդ մեծ օգնություն էր ինձ, հիմա փոշեկուլով կանեմ, գործս կթեթևանա։ Իջևանի գինու կոնյակի գործարանն էլ ընտանիքի համեղ սննդի պաշարներ լրացրել։ Ուղարկել էին բարձրորակ ու բնական պահածոներ, մուրաբաներ, տարատեսակ կոմպոտներ եւ հյութեր։ Այս օգնությունը, որ ինձ ուղարկեցին, այս չափազանց մեծ էր, այն որ իրանց մեկը թող 10 դառնա։ Առողջ ծննդի հարցն էլ հոգացել էր Արզնի հոլդինգի ղեկավարությունը, որը իր թարմ ու բարձրորակ արտադրանքից զատ ընտանիքին աջակցել էր նաև ֆինանսապես։ Ավետիսյանների երկարատև սննդի պաշարն էլ հոգացել էր Sunfood ընկերությունը իր առաքած օգտակար ու համեղ արտադրատեսակներով։ Հավանեցի քաղցրները եւ պրիմո կեչուպները։ Քաղցրների հետ կկիսեմ իմ քարազատների հետ, իսկ պրիմո կեչուպներով բաբաս համով բաներ կսարքի։ Ճիշտ ասած չէի սպասում այսքան մեծ օգնության, շատ ուրախ եմ, որ այսքան օգնություն են ուղարկել ինձ։ Երեխաներս նույնպես ուրախացան, ես շատ շնորհակալ եմ։
Մեզ հետ տարել էինք նաև երեխաների սիրելի Big Life ապրանքանիշի մրգային տարբեր համերի բարձրորակ ու առողջարար դիետիկ յոգուրտները։ Չենք մոռացել նաև մանուկներին ժպիտ եւ երջանկություն պարգևող քաղցրավենիքի մասին։ Այստեղ էլ մեզ օգնության հասավ Տավուշ Սվիտ ընկերությունը։ Անուշեղենի մյուս պաշարն էլ լրացրեց Ռուսկի Բիսկվիտ ընկերությունը, որը ահռելի քանակությամբ քաղցրավենիք էր ուղարկել ընտանիքին։ Իրանք այսօր շատ ուրիշ ձև էին ժպտում էլի, քան ինչ-որ մի որոշ ժամանակ առաջ։ Մերսի շատ, որ այդ բանով մեզ օգնեցիք, մաման շատ ուրախացավ, առաջի անգամ իր դեպքին ժպիտ եղավ։ Մեդինը 1-1 օնլայն դեղատան տնօրինությունն էլ Ավետիսյաններին անհրաժեշտ դեղորայք եւ հիգիենայի պարագաներ էր ուղարկել, իսկ ահա Էկոֆորմ ընկերությունը իր որակյալ ու զանազան տեսականուց, մաքրող միջոցներից ու տնտեսական ապրանքներից զատ ընտանիքին աջակցել էր նաեւ ֆինանսապես։ Ինտելեկտի եւ հաճելի ժամանցի մեկտեղումն էլ ապահովել էր Edit Print ընկերությունը, տարատեսակ գրքեր ու տետրեր ուղարկելով փոքրիկներին։ Մեծ շատ սիրում կարդալ, նաեւ շնորհակալ եմ գրքերի համար։ Ավելի գրաճանաչ կդառնան, մի քիչ էլ կխելոքանան գրքերով։ Ընտանիքը դրամական օգնություն ստացավ նաև ֆրանսաբնակ Արսենից, Բելգիայում ապրող Արայիկից, Դավիթից, Անտոշկա մանկապարտեզից, Arix Group-ից, ցանցերի աշխարհընկերությունից եւ Երևան City սուպերմարկետների ցանցից։ Առաջինը հենց վաղվանից, հենց նորագյուղում, վերականգնողականում, ես հաստատ իր այդ գումարը ավել ոչ մի բանի վրա չի գնալու, մենակ Ալեքսի ծախսերի, որի մեր երեխան ոտքի հելի։ Մենակ այդ նպատակով է ես դիմել։ Ես ուրախ եմ, որ իմ մայրիկը իմ աղբորը չկտանի բուժման։ Անշատ ուրախացել եմ գումարի համար, որ աղբորս կբուժի։ Այս ահռելի աշխատանքը իրականացնել կարողացանք մեր գործընկեր Լեգարա ընկերության շնորհիվ, որը մշտապես Սուրանկյուն հաղորդաշարի կողքին է։ Մեր բարերարների ուղարկած դրամական օգնությունը Կարինեն ամբողջությամբ ուղղեց որդու բուժմանը։ Կադրերը, որ հիմա տեսնում եք, Ալեքսի բուժման ընթացքից է։ Մեր գործընկերների հետ հոգացինք երեխայի կես տարվա բուժման ծախսը։ Ալեքսը կրկին հաճախում է վերականգնողական կենտրոն ու բժիշկների հատուկ հսկողությամբ անցնում համապատասխան բուժում։ Որ գիշերը հանգիստ խղճով մի պահ աշկերս կկպնի, այդ չեն կարա պատկերացնել, էլի մարդիկ թե մայրը կարա ինչ մտածի, որ չունի վաղվա տանելու իր երեխային, հիմա որ ունեմ, որ ասում եմ խեղճս հանգիստ կարողանամ իմ բալիկին թեկուզ գրկած, բայց տրանսպորտով գնամ գամ, գիտեմ, որ ինքը չի բացակայի։ Այդ իմ համար ամենաուրախալի բանը, որ կարա լիներ։ Ասել, որ Կարինեն երջանիկ է, կնշանակի ոչինչ չասել։ Վերջում միայն իրեն բնորոշ համեստությամբ շնորհակալություն ասաց ու ավելացրեց. երկնքում ամեն բան տեսնում են, ձեր բարի գործը անպատասխան չի մնա։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք։ Սպանել են տղային, թե ինքնասպան է եղել նա, դեռ դատարանի վճիռ չկա։ Երբ ես իրեն կանչում եմ, ինձ 100 €։ Քրեական գործով կալանավորված է Մուրադ Գրիգորյանի ծառայակից ընկերը Արմեն Հովհաննիսյանը։ Հարցաքննության ընթացքում փաստաբան չի եղել։ Եփված սուրճ է ուզել։ Արմենի խոսքի ձևակերպումը Մուրադին դուր չի եկել։ Հեռախոսազրույց ունենալու ընթացքում կրակոցների ձայն են լսել։ Կրակոցից հետո լսել է վայքո արա։ Հեռախոսազրույցից 10 րոպե անց տեղի ունեցել ողբերգական դեպքը։ Ինքն է Մուրադի մոտենելով է խփել ուրիշ ոչ մեկ։ 83 դեպք է արձանագրվել, որից 19-ն է եղել մարտական պայմաններում։ 12-ը սպանության եւ ինքնասպանության հետևանքով է։ Քրեական ենթամշակույթ կրող անձին քաղաքացիական կյանքի վատ սովորույթներն ու բարքերը իրենց հետ տանում են զինված ուժեր։ Արդյոք բացահայտվում են բոլոր մեղավորները։ Ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի մասին խոսելիս մի օրինաչափություն ենք նկատել։ Գրեթե միշտ մահացած զինծառայողների հարազատները դժգոհում են նախաքննության ընթացքից, կասկած հայտնում, որ պատժվողը իրական հանցագործն է։ Վերջին անգամ այս մասին 2 ամիս առաջ եմ խոսել։ Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգությանն անդրադառնալիս։ Դատարանում միմյանց հակասող ցուցմունքներ, անպատասխան հարցեր, մի խոսքով մահացածների հարազատների մոտ գնալով խորացող կասկածներ։ Աներկբա է, որ ցանկացած նման գործ պետք է քննվի ոչ թե տուժող կողմին գոհացնելու, այլ իրականությունը պարզելու նկատառումից ելնելով։ Հակառակ պարագայում կարող են կրկնվել մատաղիսում 2 տասնամյակ առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքին հաջորդած իրադարձությունները։ Երևի հիշում եք, 2 ծառայեկիցների սպանության համար 3 զինծառայող ցմահ ազատազրկման էր դատապարտվել, սակայն վերաքննիչ դատարանի վճռով արդարացվել ու ազատ էին արձակվել։ Ինչև այժմ սպանողը կամ սպանողները ազատության մեջ են։
Թեմային անդրադառնալու հերթական առիթը 2 տարի առաջ մարտական դիրքում զինծառայող Մուրադ Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Արմեն Հովհաննիսյանի ծնողների ահազանգն է։ Նրանք վստահեցնում են, թե ծառայեկցին սպանողը իրենց որդին չէ եւ որ մեղքը ընդունել է ճնշումների ներքո։ Նախաքննության վարկածով Մուրադ Գրիգորյանի եւ Արմեն Հովհաննիսյանի միջև անձնական հարցի շուրջ խոսակցության ընթացքում հնչած վիրավորանքներից հետո Արմեն Հովհաննիսյանը կրակել է Մուրադի գլխին վերջինին ամրակցված PK տեսակի գնդացրից։ Մինչդեռ Արմեն Հովհաննիսյանի փաստաբանը պնդում է, թե սպանության պահին Արմենը հեռախոսով զրուցելիս է եղել հարազատների հետ, երբ վերջինները կրակոցի ձայն են լսել։ Այնուհետև Արմենը ասել է, թե ավելի ուշ կզանգի ու վազել է կրակու ուղղությամբ, որտեղ տեսել է մի սպայի։ Մուրադ Գրիգորյանի ծնողները գտնում են, որ եթե իրենց որդուն Արմենը չի սպանել, պետք է նշի հանցագործի անունը։ Նայիրի Մուրադյանի ծածկադմփոց, թե վերտարության տեսանյութում ներկայացնելու ենք բացառապես կողմերի փաստարկներն ու տեսակետները զերծ մնալով գնահատականներից։ Խաչատուր Հովհաննիսյանը փաստաբան Վահագն Քեշիշյանի հետ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանից եկել հասել է Երևան։ 2 տարի առաջ Զորամասում հրազենային վիրավորումից զինվոր է մահացել շարքային Մուրադ Գրիգորյանը։ Սպանել են տղային, թե ինքնասպան է եղել նա, դեռ դատանի վճիռ չկա, քննություն է ընթանում։ Քրեական գործով կալանավորված է Մուրադ Գրիգորյանի ծառայակից ընկերը Արմեն Հովհաննիսյանը։ Նա ողբերգական դեպքից հետո ինքնախոստովանական ցուցմունք է տվել, թե ինքն է սպանել Մուրադին։ Արմեն Հովհաննիսյանը ցուցմունք է տվել, ասել է, որ հայհոյել է, երբ որ ես իրան կանչում էի, ինձ հայհոյեց, ես էլ իրան հայհոյեցի, զենքը պահեցի վրան, ոնց որ փորձելով վախացնել, ու երբ որ Մուրադը զենքի ծայրից բռնեց եւ քաշեց իր ուղղությամբ, պատահական կրակոց արձակվեց, քանի որ մատը ձգանին էր։ Այս դեպքում բովանդակային առումով դա է եղել։ Ավելի ուշ Արմեն Հովհաննիսյանը փոխում է սպանություն կատարելու ինքնախոստովանական ցուցմունքը։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մեղադրյալ Արմեն Հովհաննիսյանի շահերը պաշտպանելու համար գործում ներգրավում է փաստաբան Վահագն Քեշիշյանը։ Արմեն Հովհաննիսյանի դիրքորոշում փոխելը եղավ այն ժամանակ, քանի դեռ փորձաքննությունների պատասխանները չենք ստացել։ Հիմա որոշակի դրվագներ Մուրադի սպանության դեպքի հետ կապված եւ մինչեւ այդ տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Նախաքննության ընթացքում քրեական գործով անցնող վկա զինվորականներն են ցուցմունք տալիս։ Մեղադրվող կողմի պաշտպաններ պնդում է, թե հարցադրումները ուղղորդված են եղել, իսկ հարցաքննության ընթացքում փաստաբան չի եղել։ Բոլորին տարել են վայքի բաժին եւ հարցաքննել են որպես վկա։ Այնինչ քրեական դատավարության համապատասխան դրույթը նախատեսում է, որ զինվորին կոնկրետ փաստաբանի մասնակցություն հարցաքննության պարտադիր է։ Տեսնում ենք մի հետաքրքիր հարց։ Հայտնեք ինչ է եղել 2023 թվականի հուլիսի 26-ին 16:00-ին։ Կլասիկ ուղղորդող հարց։ Պրոֆեսիոնալ անձինք քննիչ, դատախազ, դատարան, ցանկացած փաստաբան, ցանկացած մարդ նման ուղղորդող հարցեր չի տալիս։ Իսկ այդ ուղղորդումը արդեն իսկ մեր կողմից, մեր գնահատմամբ բոլորովին այլ նպատակ ենք դիտել։ Սամվել Մելոյանը պատմում է մարտական դիրքում հերթապահություն իրականացնող զինծառայողների միմյանց միջև ունեցած փոխհարաբերությունների մասին։ Դրվագներից մեկին է անդրադառնում Մելոյանը։ Մարտական հերթապահության ժամանակ զինծառայող Արմեն Հովհաննիսյանը Մուրադ Գրիգորյանից եփված սուրճ է ուզել։ Արմենի խոսքի ձևակերպումը Մուրադին դուր չի եկել։ Մի երկու անգամ ելեմ որ Արմենը նորմալ ուզում է, բայց էլի արդեն սկսում է իր ձևով Արմենը ուզել Մուրադից փոխել, Մուրադը ներվանում է, քֆուրանում Արմենը կուրակալ է պատասխանա, բայց վիճաբանին չէ, մենք հնարավոր պահիտենք եւ մեկը քուրարեց, մեկը մեկին վիրավորեց, այս բաներ առնում։ ՎԿ Սամվել Մելոյանի տված ցուցմունքից կարելի է եզրակացնել, որ մարտական հերթապահություն տանող զինծառայողների միջև կոնֆլիկտներ, լարվածություն հաճախակի է եղել։ Անձնակազմերը բացի Հովհաննիսյան Արմենին յուրերը լավ շփման, ճիշտ է, չի եղել, չեմ կարծում որ դες խոսակցություն չի եղել, որտեղ չի գարդ այս բան չլինի։ Ապրել 14 օր ամեն ապրել, եղել է դες խոսակցություն, մեկը հիշտոն բացի, դες բանը եղել է։ Արմենի հորն ենք լսում, նա էլ պատմում է, որ դեպքի օրը հեռախոսազրույց են ունեցել Արմենի հետ։ Հեռախոսի ձայնն ըստ Խաչատուր Հովհաննիսյանի բարձր է միացած եղել, եւ իրենց որդու Արմեն Հովհաննիսյանի հետ հեռախոսազրույց ունենալու ընթացքում կրակոցների ձայն են լսել։ Հեռախոսը անշարժ վիճակում բարձրաձայն միացած դնում էր պատուանի կողքին եւ ոնց որ բոլորով խոսում էր։ Այդ ժամանակ իրենց տանը եղել է երկու, մեկը հարևանը, մեկը իշխան դպրոցի աշխատակից, ինչ որ կապ կա։
Եվ խոսակցության ժամանակ Արմենի հետ խոսալուց լսել են կրակոցի ձայն, նմանվող ձայն, երբ աշխատանքից վերադարձա, մերոնք տնեցիներն լսեցին, որ խոսալու ժամանակ լսել են կրակոց եւ այլն, ես բավականին անհանգստացա, դա էս լավ կարևորն որ կրակոցից հետո երեխեն լսել է վայ քո արա շները, այսինքն շները ասելով նկատի ունեց երևի հագարագործին։ Ընդհանրապես մեղադրվող կողմի փաստաբանը դժգոհ է քննության ընթացքից։ Միջնորդեցինք, որ կա նման անձինք, ովքեր լսել են այդ դեպքի հենց այդ ձայնը, մինչև այդ նախաքննությունը ընթանում էր, որ դեպքը տեղի ունեցել 16:45-ի սահմաններում։ Դրանից հետո դեպքը կտրուկ փոխվեց ուղղությունը ժամանակագրական առումով։ Ժամը փոխվեց, այսինքն դեպքը արդեն մեղադրանքի նկարագրական մասն փոխվեց, որ դեպքը տեղի ունեցավ 16:00-ի սահմաններում։ Ավելի շուտ։ Ըստ Վահագն Քեշյանի, նույնիսկ դատաձգաբնական փորձաքննության արդյունքները չեն հիմնավորում, որ Արմեն Հովհաննիսյանն է սպանել ընկերոջը։ Որովհետեւ մի փորձաքննություն, դա թե դատագենետիկական, թե դատաձգաբանական, որովհետեւ փորձաքննության հետ Արմեն Խաչատրյանը Հովհաննիսյանը որովհետեւ կապ չունի։ Կապ հաստատեցին Տավուշի մարզ։ Մեծ հետ հեռախոսազրույցում Մուրադ Գրիգորյանի մայրը պատմեց, որ նույն օրը իրենք էլ են զրուցել իրենց որդու հետ։ Հեռախոսազրույցից 10 րոպե անց տեղի ունեցել ողբերգական դեպքը։ Մուրադի հարազատներն էլ պնդում են, որ իրենց որդուն Արմեն Հովհաննիսյանն է սպանել։ Դե եթե ինքը չէր խփել, ինքն է Մուրադի մոտելելով է խփել, ուրիշ ոչ մեկ։ Ինքը վկայությունը տվել է, նույնիսկ տվել է, որ իբր Մուրադը իրան քֆուր է տվել, ինքը խփել է։ Մեկ էլ ստից ցուցմունք է տվել, որ Մուրադը զենքը իր վրա քաշել է, իբր ինքը զենք պահել է Մուրադի վրան, Մուրադը զենքի լուլիցը սենց քաշել է, այդ պահին խփել է։ 2-3 անգամ ցուցմունք է տվել, ինքը տարբեր տեսակի։ Որդին նման ընդունակություն չունի, մանավանդ ինքը Մուրադի հետ շատ մտերիմ հարաբերություններ ունեցել, որովհետև պերես մենք են առաջնագից բարձրանալու ժամանակ Մուրադը նոր վայք տեղափոխված զինվոր է եղել, հակուստ տեղեն ներկաշորեր բաներ չի ունեցել, Արմենն է տվել։ Ողբերգական դեպքին վերաբերող մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունն են կարդում։ Զորամասի դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանին մեղադրանքի առաջադրվել այն բանի համար, որ նա հանցանք կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով պարտակել է հանցագործությունը, սպանության դեպքը։ Ստացվում է իրավիճակ, երբ որ եւ գործը վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու փաստի արդիվ։ Ունենք մի դեպք, երբ որ պոստում անց կա զոհված զինվոր կա եւ ըստ էության բոլորը բնականաբար էս երբ որ ինքնասպանության հասցնելով գործը հարուցվում, նշանակում բոլորը կասկածվում են այդ։ Տիգրան Սիմոնյանը որպես դիրքի ավագ 2023 թվականի հուլիսի 26-ին ժամը 16:30-ի սահմաններում ստուգելով Մուրադ Գրիգորյանի զարկերակը եւ համոզվելով, որ նա մահացած է, որպես դիրքի ավագ, չցանկանալով իր ղեկավարած մարտական դիրքում տեղի ունեցած սպանության դեպքով խնդիրներ ունենալ, իրավապահ մարմինների աշխատակիցների նաեւ վերադաս հրամանատարության հետ պարտակել է հանցագործությունը, սպանության դեպքը եւ աջակցել հանցանք կատարած անձին։ Կրակոցի դնել է, ես ավագլետենցմենը վաղեցին դեպի լստած զենիկում, 15 վարկյան, 10-15 վարկյան տևեց ժամանակածը, որ մենք հասան գտել։ Տեսա ես արդեն, որ Արմենը կայնացած թմբի վրա, դից 3-4 մետր հեռավորության վրա։ Արմենը կանգնած Պագշտեքի հետևի թմբի վրա է։ Թմբի վրա, հա, Մուրադը գտնվում է։ Գլորված է լուջից ներքև 4 մետր, 3 մետր հեռավորության վրա։ 4 մետր հեռավորության վրա։ Հա, ես հարցեցի արնում ինչ է, բա ախր Մուրադը խփել է։ Նոր եթե պագշտի վրա կայնացա, որ Մուրադի գլխի ծաղրուն է հոսնում։ Իրավապաշտպանների ներկայացրած տվյալներով 2024-ին զինծառայողների մահվան 40 դեպք է արձանագրվել, որից 4-ն է եղել մարտական պայմաններում։ 36 դեպք ոչ մարտական պայմաններում են եւ ավելին այդ 36 դեպքից 12-ը սպանության եւ ինքնասպանության հետևանքով են։ Մեր դիտարկումներով ինքնասպանության հետևանքով մահվան դեպքերի թիվը 2024 թվականին 9 է եւ սպանության հետևանքով մահվան դեպքերը 3-ն են։ 2023-ին զինծառայողների մահվան 83 դեպք է արձանագրվել, որից 19-ն է եղել մարտական պայմաններում, հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։ Մյուս բոլոր դեպքերը ոչ մարտական պայմաններում են։ Պետք է նշեմ, որ այդ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կրկին բավականին մեծ թիվը կազմում են սպանության եւ ինքնասպանության հետևանքով մահվան դեպքերը միասին
14 դեպք է արձանագրվել, որից միայն 10-ը ինքնասպանություն են որակվել եւ 4-ը սպանություն։ Զինված ուժերուն սպանության եւ ինքնասպանության դեպքերի հիմնական պատճառները արժանապատվությունը, վիրավորելն ու զինվորների նկատմամբ նվաստացող վերաբերմունքն է նաեւ հրամանատարական կազմի կողմից։ Ոչ կանոնադրային հարաբերությունների արկայությունը զինված ուժերում դեռևս շարունակվում է, միջանձնային հարաբերությունները եւ խնդիրները դեռևս շարունակվում են, այսինքն այստեղ բավականին մեծ բացեր կան, որոնք տարիներ շարունակ եղել են եւ հիմա էլ կան։ Զինված ուժեր մուտք գործած արատավոր երևույթները դեռ չեն վերացել։ Քրեական ենթամշակույթ կրող անձին քաղաքացիական կյանքի վատ սովորույթներն ու բարքերը իրենց հետ տանում են զինված ուժեր, ինչը եւս զորամասերուն սպանությունների պատճառ կարող է դառնալ։ Զինված ուժերը պետք է լինի այն կառույցը, լինելով փակ միաժամանակ, պիտի լինի այն կառույցը, որտեղ այդ քրեական ենթամշակույթը դրսևորվելու որևէ հնարավորություն չունի։ Զինվորների սպանության դեպքերի ոչ արդարացի քննությունից դժգոհ ծնողներից շատերը բողոքներ են հասցրել մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Իրավապաշտպանը դրանցից մեկին է անդրադառնում։ Զինվորի մահը որակվել էր ինքնասպանություն։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այդ գործով ընդդեմ Հայաստանի որոշում կայացրեց։ Ինքնասպանություն որակված դեպքերի մեծ մասում ծնողները համաձայն չեն այդ որակումների հետ, որովհետև կարծում են, որ դեպքը ավելի հավանական է, որ տեղի ունեցել սպանության եւ բարբերաբար ճնշումների եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հետևանքով։ Թեկուզ եւ պատահական կրակոց է արձակել կամ եթե կռիվ է եղել կամ սպանություն կամ ինքնասպանություն, այո, այդ դրվագով եւս պիտի քննություն իրականացվի եւ յուրաքանչյուրի պատասխանատվությունը իր կողմից կատարված արարքի համար պիտի լինի համարժեք։ Զինված ուժերում զինծառայողների սպանության դեպքերին պետք է տրվի համարժեք գնահատական եւ պատասխանատվություն կրեն իրական սպանություն կատարողները։ Արդյոք բացահայտվում են բոլոր մեղավորները։ Հայաստանը դեռևս չի հասել այն աստիճանի, որ բավարար կամք ու հնարավորություն ունենա պատժելու իր իսկ նշանակած պաշտոնյաներին։ Ցավալի է, որ տարիներ շարունակ գրեթե յուրաքանչյուր տարի լսում եւ տեղեկանում է զինված ուժերում ողբերգական դեպքերի, սպանությունների եւ ինքնասպանությունների մասին։ Եվ ամենացավալին այն է, որ դրանց մեծ մասը տեղի են ունենում ոչ մարտական պայմաններում։ Ինքնասպանության, սպանության դեպքերը խրամատում են երկրի սահմանը հսկող զինվորների միջև։ Զինվորականներ, որոնց ծնողներն իրենց զավակներին բանակ են ուղարկել, վստահելով երկրի անվտանգությունը եւ ոչ թե սրտներում վախը, որ իրենց զավակները սահմանին կարող են միմյանց հետ վիճել, հայհոյել եւ թշնամուց պաշտպանվելու համար տրված զենքով միմյանց վրա կրակել։ Նաիրի Մուրադյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Թեև պայթունը չի հնչել հենց գազալցակայանի տարածքում, սակայն ամեն ինչ հենց այնտեղից է սկսել տպավորություն էր, թե տվյալ անձին սպանել են, հետո հրդ է կազմակերպել։ Անստեղ հեռախոս գտանք։ Բավարար չէ, որ փողոցը փորձել է, որտեղ հայացքը ընկել է, տեղով անցնի մի հատ էլ 83 տարեկան։ Բաց է բնակվող տղամարդ։ Րոպեներ առաջ այստեղ տեղի է ունեցել անդառնալին, կրակված փամփուշտի գնդակ, բավականին շատ առնանման հետքեր։ Այնքան շատ արուն է, որ հայտնաբերվեցին առնանման հետքեր ու հագուստներ, ինչը նշանակում է, որ ստեղ եւս ավարիայի ճակատամարտ է եղել։ Այս ազգը իրոք բռնել է ինքնաոչնչացման ուղին։ Ախր ոնց կարող է մի վթարի պատճառով 4 մարդ մահանալ։ Ինչ խոսք, ընտանեկան դասյարակությունը շատ կարևոր է։ Չեմ կարծում, թե կգտնվի ծնող, ով չի ցանկանա, որ երեխան պիտանի մարդ դառնա։ Դա է ծնողի հավատամքը, որը սակայն մի մասը պատվով է կրում, մյուս մասը ձախողում։ Իսկ ձախողումը կարող է լուրջ գին արժանալ։ Անչափահասների մասնակցությամբ բազմաթիվ քրեական դեպքեր են ներկայացրել, սակայն անցած օրերին տեղի ունեցած ողբերգությանը չէին կարող հատուկ չանդրադառնալ։ Երիցս ճշմարիտ էր ամենայն հայոց բանաստեղծը։ Իրականության ինչ ընկալում եւ զգացում պետք է ունենալ մի կաթիլ մեղրի պատմությունը գրելու համար։ Այն արդիական է բոլոր ժամանակներում։ Վստահ եմ, որ երբ իրավապահները տեղեկացել են Սարիթաղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում հնչած կրակոցների մասին, անմիջապես մտաբերել են Թումանյանի մի կաթիլ մեղրի պատմությունը։ Մտածել են, թե հարևանների միջև հերթական ռազմորկան է։ Ու թերևս չէին սխալվում։ Դեպքի վայրում հայտնաբերում են հողաթափեր, կրակված փամփուշտ, առնանման հետքեր։ Երկու հոգու տարբեր աստիճանի վնասվածքներով, այդ թվում հրազենային, տեղափոխել են հիվանդանոց, նրանցից մեկը կարճ ժամանակ անց մահացել է։
Նախնական տեղեկություններով մի կաթիլ մեղրի պատմության հիմքում եղել է անչափահասների միջև վեճը, որը հետագայում վերածվել է մեծահասակների հակամարտության։ Այսինքն ծնողները ոչնչով հետ չեն մնում երեխաներից, մինչդեռ պետք է պարզագույն ճշմարտություն սերտած լինեին։ Մասնավորապես, որ ծնող լինելը ոչ թե սիրասուն զավակի թասիվը զենքով պահելն է, այլ նույն զավակին ճիշտ դասյարակություն տալը, որպեսզի հետագայում ծայրեղությունների գիրկը չընկնի։ Քանի այս պարզ ճշմարտությունը չեն ընկալում, նման իրավիճակները անպակաս են լինելու։ Անցած օրի քրեական քրոնիկոնը, արտակարգ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի ծանոթ ու սովորական իրավիճակ տեսանյութում։ Այ ժողովուրդ ջան, տեղյակ եք, որ կոտորում ենք, թե դեռ լաթարգիական քնի մեջ եք, վտանգը չեք նկատում։ Ինչպես նշեց Վայե Ղազարյանը, տարվա սկզբից արդեն երկրորդ վթարն է, որ ունենում ենք 4 սզո։ Դուք գոնե պատկերացնում եք, թե ինչ է դա նշանակում, կամ իրար մորթոցիները, այ մարդ, օր չկա, որ սպանության կամ սպանության փորձի դեպքի մասին չլսենք, էս ինչ ենք անում, էսուր ենք գնում, լավ, ամեն ինչի մասին հերթականությամբ, ընդամենը նախորդ շաբաթ էինք ասել, որ գազալցակայաններում անտերություն ա տիրում, եւ որ վերջին ժամանակահատվածում պայթունների դեպքերը աճել են, հեսա, խնդրեմ, թեև պայթունը չի հնչել հենց գազալցակայանի տարածքում, սակայն ամեն ինչ հենց այնտեղից է սկսել ու հեսա կասեմ, թե ինչպես։ Կալապանը բացել լցվել է մեկ։ Նորագավիթի առաջին փողոցում ենք, որտեղ ժամը 17:30-ի սահմաններում պայթունի ուժգին ձայն է լսվում։ Պայթուն, ինչի հետևանքով Mitsubishi միայն մտարն էր մնացել։ Ընդ որում, պայթունի հզորությունը սեփական մաշկի վրա են զգացել նաև հարևանությամբ կայանված ամենագնաց 2 BMW-ները։ Այս պատմության մեջ միակ սփոփիչ հանգամանքը այն էր, որ Mitsubishi-ի վարորդը ողջ էր մնացել։ Ասացին, որ մարմնական վնասվածքներով տեղափոխել էին Էրեբունի բժշկական կենտրոն։ Հիմա պայթունի պատճառի մասին։ Մյուս BMW-ն էլ նայել, ես BMW-ները կանված են։ Կայնած էր, բրթել ենք հետ։ Այս սրանցով անջիտել են։ Չէ, BMW-ներն էլ էր կպնելու։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի ասում էին, թե վարորդը գնացել է գազ լիսկավորի ու հենց զապրավկայում է գազի հոտն առել ու մտածելով, որ կապոտի տակի շլանգները փոխելու ժամանակն է եկել է մասնագետի մոտ, բայց արդեն ուշ է եղել։ Իրականում արտահոսքը եղել է բալոնից։ Մասնագետը սակայն ասել է, որ գնա շլանգ առնի բերի, որ փոխեն ու երբ վարորդը խելքով լեցուն վարորդը մեքենայի մեջ սիգարետ է վառել, տեղի է ունեցել պայթուն։ Նկատեցիք, չէ, ոչ գազալցակայաններում են մի բան, ոչ էլ վարորդները։ Սեփական եւ այլոց կյանքի նկատմամբ այս կարգի կամահարական վերաբերմունք դեռ չեմ տեսել։ Վերջ, ժողովուրդ ջան, վերջ։ Մնացած մյուս դեպքերը ողբերգական են, որի հիմքում էլի մարդն է ու մեր բազմաթիվ հորդոր խնդրանքների անտեսումը։ Ողբերգական դեպքերի շարանը սկսենք նոր Խարբերդից։ Գիտեք, ինչու են այսքան ոստիկան, պարեկ ու հրշեջ օկուպացրել Անտարային փողոցի տներից մեկը, որովհետև օրը ցերեկով ժամը 13:30-ի սահմաններում ազանգ են ստանում, թե չոր խոտում ու եղեգներում թափով հրդե առաջացել ու շուտ հասեք։ Անստեղ հեռախոս գտանք։ Այդտեղ էլ կրակ բան եղե, հա։ Հենա տեսնում եք, թե ինչպես է մի իսկայական տարածք կրակի մատնվել ու միայն հրշեջների խառնվելուց հետո է կրակը մարվել, բայց դա, ինչպես տեսնում եք կադրերից, չարյած փոքրագույնն է։ Հենա մեջտեղում սավանի տակ դիկա։ Հա, ինձ համար էլ էր զարմանալի։ Տպավորություն էր, թե տվյալ անձին սպանել են, հետո հրդե կազմակերպել։ Սա քննարկվող վարկածներից մեկն էր, ինչպես նշում են դեպքի վայրում հավաքվածները, որը դեռ ժամանակային քննություն պիտի բռնի, բայց սա էլ վերջը չէր։ Այս իրավապանները դին թողած մեկ էլ քննարկում էին, թե եսում տարածքում է եղել Արարատի մարզի, թե Երևանի։ Հետո հասկացան, որ Երևանի ու Արարատի պարեկները հեռացան։ Հետևաբար մոխրացած դիակի առեղծվածը պիտի Երևանի իրավապանները բացահայտեն։ Անկեղծ ասած, նկարահանում էի այս կադրերը ու մտածում, թե ինչքան է արժեզրկվել մարդու կյանքը։ Հաջորդած մյուս պատմությունները հաստատում էին այդ տեսակետս։
Քանի անգամ ենք զավակներին զգուշացրել, որ ձեր տարեց ծնողների նկատմամբ մեծ ուշադրություն եւ հոգատարություն դրսեւորեք։ Չեմ էլ կարող հիշել, բայց ամեն անգամ, երբ նման դեպք եմ լուսաբանում, համոզվում եմ, որ շատ մարկանց ականջներ այդպես էլ խցանված են մնացել։ Օրը ցերեկով հասել էի մայրաքաղաքի Բագրատունյանց փողոց, որպեսզի համոզվեի ահազանգողի խոսքերի ճշմարտացիության մեջ։ Իսկ ահազանգողը նշում էր, թե Շամշան հենց նոր աչքիս առաջ ողբերգություն տեղի ունեցավ։ Մահացու ելքով վրաերթ։ Իվեկո, Սավանով ծածկված դի, սահմանազատված տարածք, շտապօգնության բրիգադ, ծանրաբեռնված երթվեք, ամեն բան խոսում էր տեղի ունեցած ողբերգության մասին։ Միայն այս զռլամայի արկայությունը բավարար էր հասկանալու, որ հետիոտնի ողջ մնալու հավանականությունը ի սկզբանե էլ զրոյական է եղել։ Այս զռլամայի ղեկին եղել է Արագածոտի մարզի բնակիչ 30-ամյա Գաբրիել Միքայելյանը, հասկացաք չէ, մի կողմից երևի քաղաքին ծանոթ չի եղել, մյուս կողմից այնքան բարձր է մեքենան, որ կարող ես ներքևը չնկատել, թե ինչպես է ուշադրություն 83-ամյա Միշա Դավթյանը փորձում կտրել փողոցը։ Քանիչի գալիս է, չէ, լավ է։ Իհարկե, լավ է, թող գա այս ամենը արձանագրի։ Նկատի ունեմ, որ 83-ամյա հետիոտնը կտրելիս է եղել չթույլատրված հատվածով, այսինքն բավարար չէ, որ փողոցը փորձել է, որտեղ հայացքը ընկել է տեղով անցնի, մի հատ էլ 83 տարեկան։ Բնականաբար փորձը փորձանք է դարձել։ Գիտեմ, հիմա որ ասեմ, որոշ չափով ուզում եմ համամիտ լինել դեպքի վայրում մեծ թվով քաղաքացիների այն տեսակետին, ովքեր ասում էին, այս մարդու երեխաները կամ հարազատները ուր են նայել, շատերը կասեն, թե Շամշան, որ չէին կարող օրը 24 ժամ հսկել, համաձայն եմ, բայց եթե որտեղից Պատայի փողոցը կտրելու մասին խոսակցություններ հաճախ տանեին, մեր տեսանյութերից նման օրինակներ շատ բերեին, գուցե հնարավոր լիներ խուսափել հերթական ողբերգությունից։ Հա, իդեպ վարորդը ենթարկվել էր սթափության փորձաքննության ու պարզվել էր, որ սթափ է։ Հիմա սպանության երկու դեպքի մասին, որ ասում եմ, Երևանը նաև Հայաստանի կրիմինալ մայրաքաղաքն է, չեք հավատում։ Տպավորություն է, թե ոստիկանները շատ ավելի կարևոր գործեր ունեն ու լավ խառն են, պարզ չի, որ այդ ամենը չի կարող վրիպել կրիմինալի աչքերից, բայց փաստորեն ներկայացվող երկու դեպքում էլ գլխավոր հերոսների դերում ոչ թե ստաժավոր բանդիտներն են, այլ ապագա, ասել կուզե երեխաները, ինչը ամենասարսափելին է, եւ ուրեմն շատ կարևոր գործեր ունեցող ոստիկանությունը մարտի 15-ին ժամը 20:20-ին օպերատիվ տեղեկություն է ստանում, որ Սարի թաղում կրակոցներ են հնչել եւ կան տուժածներ։ Օրան հետքերն է։ Մի զոհ մի վիրավոր։ Բայց հիվանդանոցի մասը թեստի։ Սարի թաղի փողոցի 28 տան բակում ենք։ Րոպեներ առաջ այստեղ տեղի է ունեցել անդառնալին։ Կրակված փամփուշտի գնդակ, բավականին շատ առնանման հետքեր, հողաթափ, իրեր, ամեն բան խոսում էր այն մասին, որ գործ ունենք սպանության դեպքի հետ։ Թեև նկարահանումների պահին խոսում են երկու վիրավորի մասին ու միայն րոպեներ անց հիվանդանոցից ահազանգ ստացվեց, թե վիրավորներից մեկը մահացավ, բայց ինչ է եղել, կարծնեք։ Ինձ էլ էր բնականաբար այդ հարցը հուզում, ժողովուրդ ջան, սակայն իրավապահները կամ հիմնականում լռում էին, կամ անորոշ պատասխան տալիս։ Այնքան շատ արունը, որ սաղ արուն է, էլի։ Այդուհանդերձ, կար ժամանակ անց շրջանառության մեջ դրվեց մի վարկած, ըստ որի վիճաբանությունը ծագել է երեխաների կռվի պատճառով, հասկացաք չէ, երևի այս հարևաններով այնքան իրար հետ չեն ունեցել, որ բավարար է եղել ընդամենը մի կայծ, որ իրար գզեն։ Ականջդ կանչի ամենայն հայոց բանաստեղծ, իրոք այդ ինչ հզոր գործ է, մի կաթիլ մեղրը, բոլոր ժամանակների համար արդիական, հարգելիներս։ Ծնող լինելը դա ոչ թե գնալ ու երեխու թասիպը զենքով պահելն է, այլ նույն երեխային ժամանակին դաստիարակելը, որ խնդիրները չհասցվի այդ աստիճանի։ Քանի այս պարզ ճշմարտությունը չեք հասկանում, դատապարտված եք իրար մորթելու։
տեսանելի են հողաթափեր։ Այսօստե գնդակ կա, այսի գնդակա։ Չենք հասցրել վայ ծնողների միջև գզբրտոցը մարսել, մեկ էլ խնդրեմ, մարտի 17-ին ժամը 18-ի սահմաններում իրավապանները նոր օպերատիվ տեղեկություններ են ստանում այս անգամ Միքայելյան հիվանդանոցից, թե բա հենց նոր 2 հոգու են տեղափոխել մեզ մոտ, մեկին մահացած վիճակում, մյուսը վիրավոր է։ Անմիջապես քրեական ոստիկանության գլխավոր վարչության եւ նույն վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները Երևանի գնդի պարեկների հետ հասնում են հիվանդանոց ու պարզում, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Լևսիուսի փողոցի 29 շենքի մոտից։ Հիվանդանոցից, ինչպես տեսնում եք, իրավապանները եկել են դեպքի վայր։ Դեպքի վայր ասելով նկատի ունեմ դպրոցի հարևանությամբ տարածքը։ Պարզ երևում ու զգացվում է, որ ռազմորկաների համար հրաշալի վայր է։ Չեմ զարմանա, եթե այստեղ նման դեպքեր էլի եղած լինեն։ Հələ որ հիշողությունս լարեմ, կհիշեմ, որ առաջին անգամը չեմ ստեղ։ Ինչպես նախորդ դեպքում, այս անգամ էլ հայտնաբերվեցին առնանման հետքեր ու հագուստներ, ինչը նշանակում է, որ այստեղ եւս ավարիայի ճակատամարտ է եղել։ Սպանություն հատկանիշներով Քանաքեռ Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ ու ոստիկաններն ու քննիչները սկսեցին պարզել մահացածի, վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները։ Քրեական ոստիկաններն էլ սկսեցին իրականացնել անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ մասնակիցներին եւ հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։ Այդուհանդերձ մեր ունեցած տեղեկություններով այս մի ավարիայի մասնակիցներից է եղել նախկին ոստիկանի որդի, որը չնայած երիտասարդ տարիքին նմանատիպ պատմությունների մեջ էլի է հայտնվել։ Հետևելու ենք այս գործի հանգամանքներին, որպեսզի, ինչպես նշում են դեպքի վայրում հավաքված մի քաղաքացիներ, չփորձի այդ ոստիկան կոչեցյալը իր տղային, որը հիմնական կասկածյալն է սպանություն կատարելու մեջ, ազատի քրեական պատասխանատվությունից։ Հեսա սաղարուն է, հեսա։ Որևէ հետքեր զնության ընթացքում չհայտնաբերվեցին։ Եվ վերջում Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտոսարսափի մասին։ Աստվածիմ, այս ազգը իրոք բռնել է ինքնաոչնչացման ուղին։ Ախր ոնց կարող է մի վթարի պատճառով 4 մարդ մահանա։ Հələ այս մեքենաների վիճակը նայեք։ Տպավորությունը, թե իրար նկատել են վերջին պահին։ Միայն մեծ արագությունների դեպքում է հնարավոր նման ասարսուր պատկեր ստանալ։ Կեսգիշերից 15 րոպե անց Արագածոտնի մարզի Արտենի Արագածավան ճանապարհի 4-րդ կիլոմետրին տեղի ունեցած ուժգին բախման հետևանքով բացակայում են թե Օպելի, թե Նիսանի առջևի հատվածները։ Եթե փորձենք խորանանք վթարի պատճառների մեջ, կարող է այսօր տեղ չհասնենք, դե տեսեք, մի կողմից գյուղամիջյան ճանապարհը, այսինքն չի առանձնանում լայնությամբ, չունի արտաքին լուսավորություն, հետևաբար հանդիպակաց դուրս գալը շատ հեշտ է, չնայած այս ճանապարհի հանդիպակացը որն է, մյուս կողմից գիշերային ժամը, գոյություն ունի ֆիզիոլոգիա հասկացություն, այսինքն չի բացառվում, որ վարորդներից մեկի աչքը կպած լինի, թեև քիչ հավանական է, ու սենց կարող եմ լիքը պատճառներ բերել, սակայն ամենակարևորը արագությունն է։ Մի բան հստակ է, այո, առանց մեծ արագության մեքենաները այսօրը չեն կարող ընկնել։
Հիմա դաժան վիճակագրության մասին։ Այս դեպքում էլ ագործել Զակոն Պոդլստին, երբ վթարի պային մեքենաներում շատ մարդ ա լինում։ Տվյալ դեպքում նկատի ունեմ Նիսանը։ Երբ փրկարարները ազանգով հասել են դեպքի վայր, մի կերպ են մեքենայից դուրս բերել Opel-ի 24-ամյա վարորդ Հրաչին, Նիսանի 49-ամյա վարորդ Էդուարդին ու Նիսանի երկու ուղևորներ 42-ամյա Քրիստինեին եւ 9-ամսական Մարլենին։ Բոլորն էլ եղել են մահացած։ Աստված իմ, հարգելիներս, սիրելիներս, այս ինչ ենք անում, ավելացնելու ոչինչ չունեմ։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գործով զորանանք եւ առողջ հոգով ու լուսավոր մտքով առաջ շարժվենք։ Կհանդիպենք մարտի 30-ին ժամը 22-ին։ Աստված պահապան հայազգին։